Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում ենք կամ պետք է ուզեն հասարակության։ Այսօր իմ զրուցակիցն է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, այսօր ինչպես ամպրոպ անամպ երկնքում, հա, այդ պայթեց այդ լուրը, որ հեղաշրջման փորձ է նախապատրաստվում, որում զինված հեղաշրջման։ Եթե սակայն այդ խնդրին մի քիչ այլ տեսանկյունից նայենք, արդյոք երկինքը այնքան անամպ էր, ինչպես ես մի քիչ առաջ փորձեցի ներկայացնել, թե այնուհանդերձ ինչ որ նման բան ակնկալվում էր։ Չէ, անամպ չէր, տեսեք, երեք արդեն այսպես կոչված պլան էին հանրայնացրել, որտեղ երևում էր, որ ինչ որ բան ամեն դեպքում նախապատրաստվում է։ Այլ հարց է այդ պլանը իրական չէր ուշադրություն շեղելու համար էր, թե ինչի համար էր, բայց հարցն այն է, որ որպես մասնագետ Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է ուշադրություն դարձնեին, որ եթե կա այսպիսի թուղթ, ապա կա նաև պլանավորված գործողություններ։ Գուցե այս թղթի հետ անմիջապես չկապված, բայց եթե այս թղթի կարիքը առաջացել է, դա նշանակում է, որ կան մարդիկ ինչ որ մի հատվածում, ովքեր գործողություններ են նախատեսում իրականացնել։ Եվ այնինչ բացահայտվել է արդեն այսօր եւ այն գործողությունները, որոնք իրականացվում են այսօր, խոսում է այն բանի մասին, որ հատուկ ծառայությունները իրենց աշխատանքը կատարել են եւ գնացել են այդ կասկածները ճշտելու հետքերով։ Ես ցանկանայի մի փոքր ավելի մանրամասն խոսել այն ամենի մասին, ինչ հայտնի է հանրությանը, տեսեք, մեկ բան է հեղաշրջումը, մեկ բան է զինված գործողությունների իշխանությունը գրավելու համար, իրավաբան չեմ, բայց ինչքան որ հիշում եմ, կան առանձին քրեական հոդվածներ իշխանություն վերցնելու, իշխանությունը տապալու եւ այլն։ Մեկ այլ բան է ահաբեկչությունը, որը բացարձակապես այլ քրեական հոդված է, որովհետեւ այն ինչի մասին խոսում են ձայնագրություններում ավելի նման է ահաբեկչության եւ իմ կարծիքով որպես սիրողական մարդ, որովհետեւ իրավաբան չեմ, ինչպես ասացի, իմ կարծիքով դա պետք է որակվի որպես ահաբեկչություն, որովհետեւ տեսեք տրոլեյբուսի լարերը ուրեմն պոկել, պատուհաններ կոտրել, մեքենաներ վառել, տեսեք, այս բոլոր գործողությունները իհարկե դրանք կարող են բերել, եթե այդ գործողությունները իրականացվեն, կարող են բերել իշխանություն փոխել։ Կներեք, էլի ընդհատում եմ, բայց նայեք, այն փաստաթուղթ էր, թե փաստաթուղթ չէր, ես չգիտեմ, այն ինչ որ հրապարակվեց լրատվամիջոցներից մեկի կողմից, ըստ էության քաղաքացիական անհնազանդության գործողությունների մի ամբողջ շղթա է, որը սկզբունքորեն հակրեորեն պատժելի չի։ Այսինքն, եթե գնում ենք այն տրամաբանությամբ, որ այդ տեսեք սա քրեորեն պատժելի գործողություններ, նույն գործողությունները քրեորեն պատժելի պիտի լինեին 2018 թվականին ըստ էության։ Որտեւ եթե վերցնենք 18 թվականի հեղափոխությունը, ինքը մի քիչ ավելի սեղմ ժամկետում արվեցին ըստ էության նույն գործողությունները, քաղաքացիական անհնազանդության կոչեր եւ այլն, ընդհանուր մինչեւ իշխանության հանձնում, այսպես ասեմ։ Այն ինչի մասին որ խոսվում է այսօր, այսինքն մարտական ջոկատների ձևավորում 20-25 հոգանոց, թունելների պայթեցում եւ բացարձակապես այլ տրամաբանություն է։ Հիմա այս երկուսը ըստ ձեզ փոխկապակցված են։ Տեսեք, ես գտնում եմ, որ այս երկուսը փոխկապակցված են նվազագույնը այն պատճառով, որ կան դերակատարներ, ովքեր գործողություններ կատարելու միտք ունեն։ Գործողությունները կարող են լինել տարբեր, տեսեք, ես համաձայն եմ ձեզ հետ, այնինչ երեք դրվեց սեղանին, դրվեց հանրության դատին, այդ գործողությունները գուցե որոշ դեպքերում ինչ որ քրեական հետք ունեին կամ անցնում էին թույլատրելի սահմանը, բայց ընդհանուր առմամբ այդ պլանը այսպես կոչված, եթե անկեղծ լինենք, այդ պլանը իրականում իրենց մի բան էլ չէր ներկայացնում, հավանաբար դպրոցականները ավելի լավ պլան կգրեին, բայց մյուս կողմից այդ այսպես կոչված պլանը ինքը կարող էր որակվել, նույնիսկ եթե վարչական պատասխանատվություն ենթադրեր, կարող էր որակվել որպես իշխանություն զավթելու կամ իշխանությունը վերցնելու ոչ օրինական ճանապարհ կամ քաղաքացիական անհնազանդություն, որը ինչ որ չափով օրինական է, բայց ինչ որ տեղերում անցնում է օրենքի սահմանները։ Բայց այն, ինչ այսօր է բացահայտվել, դա եւս կարող է, եթե նպատակի տեսակետից նայենք, դա եւս կարող է որակվել որպես իշխանություն վերցնել կամ հեղաշրջում կամ անօրինական ճանապարհով իշխանության զավթում, բայց կարող է նաեւ որակվել եւ պիտի որակվի իմ կարծիքով որպես ահաբեկչություն առանձին հոդվածով, որովհետեւ հեղաշրջման փորձի մասին է այս դեպքում, եթե գնանք այն այո, տեսեք, բայց զինված հեղաշրջում կարող է լինել օրինակ գրոհելով կառավարությունը, բայց պայթեցնել թունել եւ վնաս հասցնել մարդկանց, ովքեր երթևեկում են տրանսպորտով, դա զինված հեղաշրջման գուցե բերի, բայց դա առաջին հերթին ահաբեկչություն է, որովհետեւ ահաբեկչության նպատակը պարտադիր չէ որ լինի իշխանության վերցնելը։ Ահաբեկչությունը նույն ճանապարհով, նույն ձևով, մեքենան պայթեցնելով, թունելը պայթեցնելով մարդիկ կարող է ինչ որ այլ բան
այլ նպատակ հետապնդեն։ Այսինքն իմ կարծիքով այստեղ պետք է դիտարկվի հատուկ մարմինների կողմից ոչ միայն հեղաշրջման փորձի քրեական խնդիրը, այլ նաև ահաբեկչության քրեական խնդիրը, որը բացարձակապես այլ տրամաբանություն է ենթադրում։ Անդիմությունը անմիջապես այսօր առավոտյան հենց այս լուրերը մեջտեղ եկան, անմիջապես հայտարարեց, որ երկու թեզ, առաջինը, որ իշխանությունները վախենում են եւ փորձում են ժողովրդական ցասումը մեղմել ըստ էության տոտալիտար մեթոդներով, եւ երկրորդ թեզը, որ առաջ բերվեց, դա իշխանությունները փորձում են այս կերպ հասարակության ուշադրությունը շեղել արտաքին քաղաքական դաշտում ունեցած ծանրագույն տապալումներից, մասնավորապես օրինակ իսլամական համագործակցության կազմակերպության ընդունած այդ խայտառակ բանաձևերից։ Անդիմությունը ասում է այնինչ կարող է ասել այս իրավիճակում, եթե անդիմությունը ասելով նկատի ենք ունենում արմատական հատվածը, որը փաստացի ըստ լուրերի, որի ներկայացուցիչներից շատերը մաս են այն ամբողջ գործընթացի, որը տեղի է ունենում, բայց մյուս կողմից պետք է նկատի ունենալ այսպիսի մի բան. երբ այս մարդիկ արտանում են առավոտյան եւ տեսնում են, որ այն ինչին վրա աշխատել են բավական ժամանակ եւ ռեսուրսներ են ծախսել, տեսեք գումարների մասին է խոսքը, մեկ հարվածով տապալվել է, ապա ունեն միայն մեկ բան, այդ ամենը բարթել իշխանությունների ինչ որ վախերի վրա կամ արտաքին գործողությունների վրա, այլ բան անել նրանք չեն կարող, չկա այլ ճանապարհ, որպեսզի իրենք այդ իրավիճակում կարողանան ինչ որ բան փրկել, որովհետև այս պահին փաստացի հարցը գնում է հետևյալում. ովքեր այդ դաշտի ներկայացուցիչներից կձերբակալվեն, ովքեր կդատապարտվեն, ովքեր կլինեն անմիջական մեղսակից եւ ով կմնա, այսպես ասենք։ Եթե նախկինում տեսականորեն 100 մարդ կար այդ դաշտում, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում, հիմա մնալու են 20-25-ը, եւ այդ մնացած 20-25-ը պետք է վերախմբվեն, պետք է հասկանան հետո ինչ են անելու, ինչպես են անելու, որովհետեւ ես ցավով եմ նշում, բայց Հայաստանի Հանրապետությունում թե իշխանությունների մոտ, թե ընդդիմության մոտ, թե հասարակական դաշտում փորձագետների մոտ, քաղաքացիական հասարակության մոտ եւ ամեն մեկիս մոտ որպես անհատանց կա մի շատ լուրջ խնդիր, որը գուցե այլ երկրներում էլ կան, բայց կան երկրներ, որտեղ չկան, բայց Հայաստանում կա։ Եվ այդ խնդիրն այնն է, որ մենք շատ հարցերի, համարյա բոլոր հարցերի վերաբերյալ միշտ ունենում ենք պլան A, չենք ունենում պլան B, պլան C, չենք ունենում հետդարձի ճանապարհներ եւ այլն եւ այլն։ Նույն իրավիճակը օրինակ ես տեսնում եմ եկեղեցու Բարսաստիճան այրերի մոտ։ Նրանք ունեն պլան A, մտնել քաղաքական դաշտ, գործողություններ իրականացնել, փորձել իշխանությանը վնասել։ Չկա պլան B, բայց եթե իշխանությունը ձեզ հակադարձի, ինչ եք անելու։ Այս պահին փաստացի իշխանությունը քաղաքական դաշտի կանոններով եկեղեցու քաղաքական գործունեությանը ի հանդիման հակադարձում է բացահայտելով այն խնդիրները, որոնք կան եկեղեցու հոգևոր պաշտոնյաների մոտ եւ եկեղեցին անորոշության մեջ է, նրանք չեն կարողանում այս մարտահրավերին դիմագրավել, ինչու որովհետեւ պլան B-ը չունեին, հետդարձի ճանապարհ չունեին, մշակել էին մեկ պլան եւ քայլում էին այդ պլանով։ Ես կարծում եմ այսօրվա իրադարձությունները, որ տեղի են ունենում, այս դաշտում եւս ընդդիմությունը եւս ունեցել է միայն պլան A, ունեցել է միայն սա, որոշել է որ քայլելու է այս ճանապարհով, մեկ էլ հանկարծ սա ընդհատվեց։ Դրանից հետո ինչ են անելու։ Դուրս գալ, ինչ որ բան ասել, լուրջ չմնալ եւ հասկանալ թե հետո ինչ ենք անել։ Այսինքն, եթե փորձենք զուգահեռ տանել, լավ եկեղեցուն եկեք մի քիչ հանգիստ թողնենք այս պահին, շատ նման է իրավիճակի 2016 թվականին, հիշում եք, երբ ՊՊՑ մտան Սասնա ծռերը եւ դրան զուգահեռ մի հատ ուրիշ խմբի գործունեություն բացահայտվեց, որը նախատեսում էր նոր-նորքի խումբը այսպես կոչված, որը նախատեսում էր հարվածել նախագահական ինքնաթիռին, համար 1 բորդին, ինչ որ գործողություններ անել, գրավել կառավարության շենքը, գրավել նախագահականը եւ այլն, ըստ էության սրանք երկու իրարից անկախ գործողություններ էին։ Բայց միաժամանակ թվում է թե պատահաբար միաժամանակ։ Այո, թվում է թե պատահաբար համընկնում էին, բայց ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ուշադրություն դարձնել։ Տեսեք, իսկապես շատ շնորհակալ եմ, որ հիշեցիք, նոր-նորքի խումբը ծրագրում էր հարվածել պետական ինստիտուտներին, համար 1 բորդին հարվածել, նախագահին վերացնել, գրավել կառավարության շենքը եւ այլն։ Սա իհարկե անօրինական է, բայց սա իշխանության զավթման ուղղված անօրինական գործողություններ են։ Իսկ քաղաքացիական դաշտում պայթեցնել մեքենաներ, թունելներ, տրոլեյբուսի լարեր կտրելը, սա ահաբեկչություն է։ Սրանք երկու տարբեր ինստիտուտներ են։ Ես շատ կցանկանամ, որպեսզի մեր հատուկ ծառայությունները ուշադրություն դարձնեն, որ սրանք տարբեր ինստիտուտներ են իրավական առումով։ Մեկ բան է փորձել
օրենքը խախտել եւ գրավել իշխանություն, մեկ այլ բան է փորձել օրենքը խախտել ահաբեկչության միջոցով։ Սա շատ ավելի վտանգավոր եւ շատ ավելի հեռուն տանող հետևանքներ ունեցող գործողություն է եւ ես կարծում եմ, որ սա կարող է հիմքեր ունենալ օրինակ արտերկրից, առաջին հերթին իհարկե Ռուսաստանից, ինչու, որովհետեւ Ռուսաստանի անունը բազմաթիվ անգամներ թե նախորդի պլանում, թե այսօրվա գործողություններում հիշատակվում է, Ռուսաստանից եկած մարդիկ այս գործընթացում կարծես թե որոշակիորեն ներգրավված են, կան այստեղ կասկածներ, որ գումարներ կան բավական մեծ Ռուսաստանից ներգրավված, եւ եթե այդ ամենը կապվում է ոչ թե իշխանության զավթման, իշխանությունը փոխելու հեղաշրջման կամ օրինակ իրենց խոսքերով ասած, ոչ թե Հայաստանը փրկելու իշխանությունը փոխելու ճանապարհով գործողության հետ, այլ երկրի ներսում ահաբեկչություն իրականացնելու հետ, սա բացարձակ այլ խոսակցություն է եւ արտաքին հարաբերություններում բացարձակ այլ հետևանքներ կարող է ունենալ։ Ռուսական գործոնին դեր կանրադառնանք, հիմա մի քիչ շարունակենք խոսել ներքաղաքական խնդիրների մասին դրամաբանության նկատմամբ։ Հիմա տեսեք, խորհրդարանական գալիք ընտրություններին, հերթական ընտրություններին մնացել է 1 տարուց պակաս ժամանակահատված։ Անդիմության բավական զգալի մասը, ես ինչքանով որ ես եմ հասկանում, պատրաստվում է հենց այդ իրադարձությանը։ Հաշվի առնելով թե հիմա ինչ է տեղի ունենում խորհրդարանական անդիմության շարքերում, հա, որ 6 հոգի ասում են այո, մնացած ասում են չէ, մենք ըստ էության գնալու ենք վաղ իմիջիայլոց, մենք անդիմության հետ, անդիմության ներկայացուցչի հետ նաև քննարկենք այդ խնդիրը, այսպես անոնս եմ էլի ձեռքի հետ։ Տեսեք, ստացվում է բավական անտրամաբանական իրավիճակ, ձեռնարկվում է գործողություն, որը չունի ընդդիմության զգալի մասի աջակցություն, այսինքն չի ունենալու, որտեղ ընդդիմությունը բոլորովին այլ եւ քաղաքական իրադարձության է նախապատրաստվում։ Տրամաբանությունը որն է, այսինքն եթե դու ուզում ես իշխանություն փոխես, այդ շտապողականությունը ես չեմ կարողանում հասկանալ, ինչու հիմա, որովհետեւ ըստ էության գալիք տարվա հունիսին կարելի է դա անել ընտրությունների միջոցով։ Հենց այստեղ է հարցը, գալիք տարվա հունիսին դա ընտրությունների միջոցով անել հնարավոր չէ։ Անդիմությունը ունի իր մասնագետները, կան այնտեղ մարդիկ, ովքեր ոչ պակաս քան ես տիրապետում են այն գործիքներին, որոնց միջոցով հավանականություններ են հաշվում։ Դրանք վերլուծության բավական հայտնի մեթոդներ, միջոցներ են եւ նրանք այդ վերլուծությունը կատարել են, ես վստահ եմ, որովհետեւ եթե ես կատարել եմ չլինելով որևէ քաղաքական թիմում, ապա բավական հայտ է, որ քաղաքական թիմի անդամները եւ այդ քաղաքական թիմին հարող մարդիկ կատարել են կամ կատարել են պատվերի իջեցման արդյունքում, այսինքն նրանց հանձնարարել են, որպեսզի դա կատարեն։ Եվ դրա արդյունքները ցույց են տալիս մեկ բան, որ հաջորդ տարվա հունիսին տվյալ քաղաքական դաշտի ոչ մի ներկայացուցիչ հնարավորություն չունի Հայաստանում իշխանություն ձևավորելու։ Ինչու, որովհետև ակնհայտ է քանակությունը մարդկանց, ովքեր չեն ցանկանում, որպեսզի նրանք կան իշխանության, շատ ավելի շատ է, քան քանակությունը այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում, որպեսզի Հայաստանի իշխանությունները շարունակեն պաշտոնավարել։ Տեսեք, խոսքը չի գնում կողմնակիցների մասին։ Գուցե կողմնակիցները իրար հավասար են, մոտ են եւ այլն, բայց մարդիկ, ովքեր դեմ են նրանց, ավելի քիչ են, ավելի շատ են ներողություն, քան այն մարդիկ, ովքեր դեմ են Հայաստանի ներկայ իշխանությանը։ Եթե չլինեն նրանք պայմանական։ Եթե չլինեն նրանք, ամեն ինչ հնարավոր է, բայց հարցն այն է, որ նրանք լինելու են։ Ինչու են նրանք լինելու։ Հիմա անդրադառնանք այս հարցին, որովհետև քաղաքական դաշտը չի սահմանափակվում իշխանությամբ։ Քաղաքական հնարավորությունները, քաղաքական կապիտալը եւ այլն, այդ ամենը վերաբերում են քաղաքական դաշտի բոլոր հատվածներին։ Այն քաղաքական ուժերը, որոնք օրինակ այսօր արմատական ընդդիմություն են ներկայացնում եւ նրանց մի մասը, որը խորհրդարանական ընդդիմություն է, նրանք ունեն բավական մեծ լծակներ իրենց անձնական, տնտեսական, ֆինանսական եւ բազմաթիվ այլ շահեր իրացնելու համար։ Եվ նրանք չեն ցանկանում կորցնել այդ լծակները։ Այսինքն նույնիսկ երկրորդը լինել ազգային ժողովում նրանց համար այս պահին նպատակ է, որը պետք է իրացնել։ Եվ այդ նպատակը հնարավոր է իրացնել եւ դրա համար, տեսեք, դուք ասում եք, որ նրանց մի մասը համաձայն չէ այս գործողությունների հետ կամ այլ խոսքով ասած նրանց մի մասը այս գործողությունների մեջ անմիջականորեն ներգրավված չէ։ Ես չեմ պնդում, ես ենթադրում եմ, ենթադրվում որ մարդիկ պատրաստվում են ենթադրվում է, որ նրանց մի մասը ներգրավված չէ։ Ներգրավված չէ հենց այս տրամաբանությամբ, որ եթե կստացվի այս մարդկանց մոտ, թող ստացվի ավելի լավ, ուրեմն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի լինի եւ մենք այդ ժամանակ գուցե կարողանանք ավելին ստանալ, եթե չի ստացվի, ապա մենք հաջորդ տարի նորից ազգային ժողովում երկրորդ տեղի համար կպայքարենք եւ մեծ է հավանականությունը, որ կտանենք երկրորդ տեղ եւ կշարունակենք օգտագործել մեր այն լծակները, որոնք ունենք, բայց հաջորդ տարի թողնել ամեն ինչ ոչինչ չանել եւ սպասել, որ հաջորդ տարի իրենք իշխանությունը վերցնելու, այդպիսի զարգացում գոնե այս պահի դրությամբ շատ խիստ անհավանական է։
Տեսեք, դուք ասացիք, որ շատ հնարավոր է, որ այս ամենի հետ կապ ունի Ռուսաստանը, անդիմությունը շատ հետաքրքիր այսօր թեզեր առաջ քաշել, որ դրա հետ կապ ունի Թուրքիան։ Թուրքիան եւ Ադրբեջանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, երբ վերջին անգամ վարչապետը վերջերս մեկնել էր Թուրքիա, Ստամբուլում հայտնվեց Էրդողանի, հանդիպեց Էրդողանի հետ, այնտեղ էլի եմ ասում, անդիմության թեզն է, հանձնարարական տրվեց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Հայաստանում իրացվեին գործողություններ, որոնք կհանգեցնեն քաղաքացիական բախումներին, ինչը հնարավորություն կտա Թուրքիային եւ Ադրբեջանին միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Տրամաբանությունը սխալ է, թեև ես հասկանում եմ, թե ինչու են դա ներկայացնում, բայց տրամաբանությունը այստեղ սխալ է մեկ պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում այն գործողությունները, որոնք իրականացնում է այս պայն Նիկոլ Փաշինյանը, քաղաքացիական բախումներ չեն կարող լինել։ Ինչու, որովհետև ակնհայտորեն քիչ են մարդիկ, ովքեր այս գործողությունների տակ դուրս կգան եւ փողոցում կսկսեն ինչ-որ մի բան իրականացնել, այդ մարդկանց քանակը կարող է բավարարել ինչ-որ տեղում ինչ-որ փոքր սադրանքի համար, բայց հատուկ ծառայությունները ակնհայտորեն ունեն բավարար ուժեր, որպեսզի դա կարողանան կանխել։ Ի տարբերություն 2018 թվականի, տեսեք 2018 թվականին մարդկանց այնպիսի հոծ բազմություն եւ այնպիսի տեխնոլոգիաներով ցանցային պայքարով էր գործողություն իրականացնում, որ հատուկ ծառայությունների ուժերը ակնհայտորեն բավարար չէին։ Այս անգամ այդպես չէ, նախ մարդկանց քանակը շատ փոքր եւ երկրորդ տեխնոլոգիաները բացարձակապես այլ են։ Սա եթե դիտարկենք տրամաբանական մասը, եթե դիտարկենք զուտ քաղաքական մասը, ապա անդիմության գործն է հենց այդ փորձել մեղադրել բոլորին եւ ամեն ինչ, բացի հենց իրենցից եւ բացի Ռուսաստանից, որտեղից նրանք սնվում են, եւ սնվել է միայն ֆինանսականը չէ, նրանք սնվում են գաղափարապես, նրանք սնվում են պլանավորման տեսակետից, նրանք սնվում են ապագայի կառուցման, ապագայի պատկերացման տեսակետից եւ այլն, բազմաթիվ ուղղություններով նրանք սնվում են Ռուսաստանից եւ փաստ է, որ որևէ դեպքում մենք չենք տեսել նրանց կողմից որևէ մեղադրանք ուղղված Ռուսաստանին, թեև առիթները բազմաթիվ են եղել, սկսած 2020 թվականից։ Իսկ Թուրքիային մեղադրել կարելի է ամեն ինչում, Թուրքիան ի վերջո մեր բարեկամը չէ, բայց այնպես չէ, էլի, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկը ինքնասպան լինի եւ ասենք Թուրքիան էր մեղավոր։ Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով, դրան հետևեցին այս բոլոր իրադարձությունները։ Հիմա Սամվել Կարապետյանը հայտնվել էր ոչ ճիշտ ժամանակում, ոչ ճիշտ վայրում, թե կապակցություն կար, որովհետև տեսեք, նույնիսկ եթե ասենք իրավական ձևակերպումներից դուրս գանք, Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որ նա արեց, ըստ էության ես ամենայն դեպս հակասահմանադրականություն դրա մեջ չտեսա։ Մենք մեր ձևով կպայքարենք, դա դեռ կալանքի հիմք չէ, ինչ որ ավելի հիմնավոր պատճառ։ Այո, իհարկե։ Ենթադրում եմ կան, հատկապես եթե հաշվի առնենք, որ հետո փակ նիստ եղավ, այսինքն չհրապարակվեցին, թե ինչի համար է կալանավորել։ Հիմա այս երկու կամ 3 արդեն գործընթացներ իրար հետ կապված են, թե։ Տեսեք, իրականում հայտնի չէ, թե ել ինչ է բացահայտել քննչական մարմինը։ Կալանավորվել է իսկապես Սամվել Կարապետյանը փակ նիստում եւ այն ինչ ներկայացվել է դատավորին եւ դատավորը կալանելու որոշում է կայացրել, մեզ հայտնի չէ, գուցե ներկայացվել է ոչ այն, ինչ հանրությանը հայտնի, այսինքն ոչ այդ հայտարարությունը, այլ գործողություններ, որոնք Սամվել Կարապետյանը իրականացրել։ Ես չգիտեմ, իրականում ոչ ոք չգիտե։ Եթե իրականում այդ գործողությունները գոյություն չունենային, ենթադրում եմ ես, որ գոյություն ունեն։ Եթե գոյություն չունենային, ապա մեծ հավանականությամբ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հետ չէր կանչի վերաքննիչ բողոքը։ Եթե հետ է կանչել, գուցե իրականում ինչ-որ հիմքեր տեսել են եւ հասկացել են, իհարկե դատավորին չվստահելը դա անլուրջ փաստարկ է, գուցե նրանք հասկացել են, որ չկան հիմքեր։ Հայտարարեցին մենք հետ ենք կաչում, որ միանգամից մարդու իրավունքների եվրոպական դատարան մտնենք։ Ես ճիշտն ասած նորից կրկնեմ, որ իրավաբան չեմ, բայց իմ պատկերացմամբ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայցերը ընդունում է, երբ դու սպառել ես ազգային բոլոր հնարավորությունները, ես ինքս ունեմ օրինակ այդպիսի օրինակ եւ պատրաստվում եմ դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, այն դեպքում, որ բոլոր հնարավորությունները սպառել եմ, այդ թվում սահմանադրական դատարանի հնարավորությունը սպառել եմ, իսկ այս դեպքում միայն առաջին այցից հետո մի անգամ մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել է, ես չգիտեմ ինչքանով է դա հնարավոր։ Մյուս կողմից, եթե նույնիսկ դա հնարավոր է, քանի որ ես ամբողջապես չեմ տիրապետում իրավական ձևակերպումներին, եթե նույնիսկ դա հնարավոր է, ապա մարդու իրավունքների եվրոպական դատարան գնալը եւ այդ գործընթացը իրականացնելը ժամանակատար է, բավական երկար է տևելու։ Եվ եթե դա հնարավոր է, ապա մեկը մյուսին չէր խանգարում։
Ինչու չփորձել երկու ճանապարհով։ Ես կարծում եմ այստեղ այնուամենայնիվ իրականությունը այլ տեղում է, ինչպես ասում է Շանգելուխը, այլ տեղում է թաղված։ Այստեղ հարցն այն է, որ կան այնպիսի փաստեր, որոնք որ փաստաբանական խումբը տեսնում է եւ կարծում է, որ անիմաստ է դրանից հետո բողոքարկել կալանավորումը, եւ հավանաբար գնահատել են նորից կապելով այսօր վերադարձու հետ, հավանաբար գնահատել են, որ այս փաստերի առկայության պայմաններում հնարավոր կլինի Սամվել Կարապետյանի հարցը լուծել, այսինքն հանել Սամվել Կարապետյանին կալանավորումից իշխանափոխության դեպքում։ Եվ գուցե նրանք եւս որոշակիորեն Սամվել Կարապետյանը կամ նրա հետ փոխկապակցված անձինք եւս որոշակիորեն կապ ունեն այս գործողությունների հետ, բայց այդ ամենը պետք է բարձի քննչական խումբ։ Հիմա դառնանք Շանգելխին, տեսեք, դուք քիչ առաջ ասացիք, որ չեք բացառում, որ Ռուսաստանն է ամեն ինչի թիկունքում կանգնած, բայց այստեղ մի տրամաբանական հարց կան, որը ընդ որում բխում է իմ նախորդ հարցերից մեկի տրամաբանությունից։ Տեսեք, Ռուսաստանին ավելի ձեռնտու չէ նույն ընդդիմության հետ, որը դուք ասում եք ավելի շատ Ռուսաստանով է ապրում, քան Հայաստանով, այդ ընդդիմությանը նախապատրաստել քաղաքական իրադարձության, տալով են հնարավոր ամբողջ աջակցությունը, որ կարող է Ռուսաստանը տալ, քան գնալ նման արկածախնդրության, եթե էլի եմ ասում, եթե տեսնում ենք այստեղ ռուսական հետ։ Այն պարագայում, երբ հասկանալի է, որ եթե սա բացահայտվում է, իսկ Ռուսաստանի հեղինակությունը հայաստանյան հասարակության մեջ արդեն այլևս առաջվանը չէ, մեղմ եմ ասում շատ, եթե սա բացահայտվում է, ապա այդ դեպքում Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում կձգտի արդեն մինուս անվերջության։ Իրականում Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում արդեն ձգտում է մինուս անվերջության, բայց ես հիմա մի արտահայտություն եմ անելու, որը արմատական ընդդիմադիրների որոշ ներկայացուցիչների համար մահաբեր է լինելու, եւ նրանք բացահայտելու են, որ այն աշխարհը, որում նրանք ապրել են, իրականում այդպեսին չէ։ Ռուսաստանը աստված չէ։ Ռուսաստանը միշտ ճիշտ չէ, Ռուսաստանը լինում են դեպքեր, երբ ճիշտ է, բայց լինում են դեպքեր, երբ սխալ է։ Ռուսաստանը մշտապես ամեն ինչ ճիշտ չի իրականացնում, եւ Ռուսաստանը շատ դեպքերում խնդիրներ է ունենում հենց իր գործողությունների պատճառով։ Փաստերից մեկը հենց Ուկրաինան է։ Եվ սա մի կողմից, մյուս կողմից այնպես չէ, որ Ռուսաստանը պլանավորում է եւ իրականացնում է գործողություն, որը այստեղ կա։ Ռուսաստանը կարող է գումարներ տալ, բայց Ռուսաստանը կարող է նույնիսկ բաղադրիչների մեջ տեղակ չլինել, թե որը ինչպես են անելու, որտեղ են անելու, ինչու են անելու։ Ռուսաստանը կարող է գաղափարներ հաղորդել, բայց չիմանալ, թե այդ գաղափարները ինչպես են իրացվելու։ Եվ ի վերջո ամենակարևորը, Ռուսաստանը դա մեկ կետ չէ։ Ռուսաստանը բազմաշերտ է եւ օրինակ վարչապետն էլ վերջերս ակնարկեց դրա մասին, խոսելով այն մասին, որ Ռուսաստանի Սիպրիտային գործողություններ կան, բայց չի կարելի պնդել, որ այդ գործողությունները իրականացնում է հենց կոնկրետ տվյալ անձը կամ տվյալ անձերի խումբը։ Ռուսաստանը բազմաթիվ շերտեր ունի եւ գուցե այն շերտերը, որոնք ավելի վճռական ձայնի իրավունք ունեն որոշում կայացնելիս, մասնակցեն նման գործողությունների, բայց կան նաեւ շերտեր, որոնք ավելի քիչ ձայնի իրավունք ունեն, բայց որոնք համաձայն չեն լինի նման գործողությունների, բայց միևնույն է, այս տարբեր շերտերի միմյանց միջև կոմունիկացման, միմյանց միջև հաղորդակցությունների ապահովման, միմյանց հետ մրցակցելու արդյունքում է ի վերջո որոշում կայացվում, թե Ռուսաստանը ինչ է անելու, այսինքն այդ գումարը այդ կենտրոնին ուղարկում է, որպեսզի այդ կենտրոնը գործողություն անի, թե չի ուղարկում։ Այսինքն այնպես չէ, որ մենք ասացինք, որ Ռուսաստանը օրինակ գումար է ուղարկել, որպեսզի Հայաստանում գործողություն իրականացվի, այդ գումար ուղարկելը նշանակում է Ռուսաստանի քաղաքական բոլոր շերտերի համաձայնություն տվյալ կենտրոնին ֆինանսավորելու հարցում։ Կան իրավիճակներ, երբ նույն Ռուսաստանի նախագահը, որը ի վերջո Ռուսաստանի կառուցվածքից ելնելով բոլոր որոշումները կայացնում է, նույն Ռուսաստանի նախագահը կարող է ինչ-որ հարցում համաձայն չլինել, բայց գնալ զիջումների, որովհետև կա ներքին քաղաքական ինչ-որ մի տրամաբանություն եւ այլն։ Այսինքն եկեք Ռուսաստանին ամեն դեպքում մեղադրելով, որովհետև Ռուսաստանն է սնում այսպիսի գործողությունները, անկախ նրանից ինքը անմիջականորեն անում է թե չի անում։ Մյուս կողմից հաշվի առնենք, որ Ռուսաստանը ունի իր շահերը, իր պատկերացումները եւ իր քաղաքական կառուցվածքը, որը կարող է բերել նրան, որ Ռուսաստանի անձամբ Ռուսաստանի ղեկավարը չցանկանա ինչ-որ մի բան, բայց ելնելով այլ շահերից համաձայնի գնալ փոխզիջման։ Հիմա տեսեք, ցանկացած ուժային կենտրոն կլինի դա Ռուսաստանը, կլինի Միացյալ Նահանգները, այսպես կարելի թվարկելով գնա Չինաստան եւ այլն, իրենք ունեն մեխանիզմներ ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու այն պարզ պատճառով, որովհետեւ հասարակության ներսում չկա համաձայնություն, հա։
երբ հասարակության տարբեր շերտեր իրար հետ հաշտ չեն, ընդհանուր ինչև թշնամական հարաբերություններ ունեն, այդ հարաբերություններին կարելի է խառնվել եւ դրանք կառավարել։ Հիմա եկեք հանուն արդարության ասենք, իշխանությունները վերջին շրջանում արել են քայլեր, որպեսզի այն սուրանկյունները մի քիչ հարթեցվի, որովհետեւ եկեղեցական բարձրաստիճան այրերի հետ էս ուղիղ արճակատումը, որ մենք տեսնում ենք, այդ մասին այնքան էլ չի խոսում։ Տեսեք, խնդիրը հետեւյալն է. իշխանությունները ինչ ուզում է անեն, Հայաստանը եւ Ռուսաստանը համադրելի պետություններ չեն։ Ռուսաստանը ունի ռեսուրսներ, որոնցով կարելի է գնել Հայաստանի Հանրապետությունում շատ շատերին եւ շատ կազմակերպություններ ունի շատ ավելի մեծ ռեսուրսներ։ Այո, Միացյալ Նահանգներն էլ ունի, Միացյալ Նահանգները, Թուրքիան էլ, նրանք բոլորը այնպիսի պետություններ են, որոնք կարող են Հայաստանի ներսում գործողություններ իրականացնելու համար գտնել համակիրներ։ Անկախ նրանից Հայաստանի իշխանությունները ինչ կանեն։ Իհարկե ես չեմ ցանկանում ասել Հայաստանի իշխանությունները ամեն ինչ ճիշտ են անում, Հայաստանի իշխանությունները բազմաթիվ սխալներ են անում, բազմաթիվ ուղղություններով, բազմաթիվ ոլորտներում։ Օրինակ, Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել բազմաթիվ խոստումներ, որոնք տվել էին Հայաստանի ժողովրդին։ Դատաիրավական բարեփոխումներ, նախկինների իշխանությունից հեռացում, այդ նույն նախկինները, ովքեր իշխանության մաս էին, այսօր ազգային ժողովում են։ Նրանք падգամավորներ են եւ քվեարկում են որոշումների կայացման եւ փաստացի Հայաստանի իշխանությունները իրենց այդ խոստումը չեն կատարել։ Սահմանադրության փոփոխություն, որը խոստանում էր 2018 թվականին նույն Նիկոլ Փաշինյանը եւ նրա համակիրները, բայց 2025 թվականն է հիմա, դեռևս սահմանադրությունը փոփոխված չէ։ Եվ բազմաթիվ նմանատիպ գործողություններ իշխանությունները չեն կատարել։ Բայց ես ցանկանում եմ նշել, որ նույնիսկ այն դեպքերում, երբ իշխանությունները իրականացրել են գործողություններ, նույնիսկ եթե իշխանությունները փորձում են, եղել են օրինակներ, երբ փորձում են այդ սուր անկյունները, ինչպես դուք ասացիք, մի փոքր մեղմացնել, դրանք չեն կարող ունենալ այնպիսի արդյունավետություն, որպեսզի նույն Ռուսաստանը կամ նույն Թուրքիան, Միացյալ Նահանգները չկարողանան Հայաստանի ներսում գործընթացների վրա ազդեցություն ունենալ։ Իհարկե այդ ազդեցությունը կարելի է նվազեցնել, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվել են ու իրականացվում են, բայց ամբողջապես վերացնել Հայաստանի դեպքում հնարավոր չէ։ Հիմա այս իրավիճակը ըստ հանգուցալուծումը որ տարբերակն է, այսինքն իշխանությունը գնում է տոտալ ձերբակալությունների, կալանավորումների, դատավարություններ եւ այլն, եւ մինչեւ ընտրություններ, այսպես դաշտը լավ իմաստով եմ ասում այս դեպքում հանկարծ 37 թվականի հետ արդեն այսօր բաներ էին, զուգահեռներ էին տանում, դրա մասին չի 7 տարի ասում։ Հա, դաշտը մաքրվում է եւ ընտրություններին մոտենում ենք մաքուր քաղաքական դաշտով, թե այնուհանդերձ պետք է ինչ-որ լուծումներ գտնել կոմպրոմիսային։ Տեսեք, նույնիսկ եթե ձեր ասածները տեղի ունենան, դաշտը չի մաքրվելու եւ մենք մաքուր քաղաքական դաշտով չենք մոտենալու 26 թվականի ընտրություններին, որովհետեւ միևնույն է, ինչպես ասացի, 100 հոգուցությունը գուցե ինչ-որ հարցերով գնան, բայց 20-ը մնալու են եւ այն 20-ը շարունակելու են աշխատել այնպես, ինչպես աշխատել են մինչեւ հիմա, գուցե չծրագրելով նման ահաբեկչություն։ Բայց ես ցանկանում եմ վերադառնալ նրան, ինչ ես ասում եմ, տեսեք, դուք ասում եք կոմպրոմիսի կարելի է գնալ նրանց հետ, ովքեր ծրագրել են իշխանություն զավթել։ Գուցե նրանք ինչ-որ մեղայականով ներկանան եւ այլն, բայց կոմպրոմիսի չի կարելի գնալ նրանց հետ, ովքեր ցանկանում են ահաբեկչություն իրականացնել։ Հենց այստեղ է սկզբունքային տարբերությունը իշխանազավթման եւ ահաբեկչության։ Իշխանազավթումը ուղղված է իշխանություն վերցնելուն, ահաբեկչությունը ուղղված է պետությունը փլուզելուն։ Դրանք տարբեր մոտեցումներ են։ Գուցե իշխանությունը մենք մեր Հայաստանի անկախության պատմության ընթացքում երկու նման դեպք ունենք։ Այո։ Երբ դրոյի ահաբեկչական կառույցի գործով դատապարտվածները 98 թվականին բառացի եմ մեջբերում քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով հետևանքով ազատվեցին եւ երկրորդ 16 թվական ավելի մոտ բանով գանք, երբ ՊՊՑ-ն գրաված ահաբեկիչները իրենք ինձ համար մնում են ահաբեկիչ, իրենց հոդվածները փոխվեցին քաղաքական դրդապատճառներով եւ իրենց ահաբեկչության հոդվածներով մեղադրանքներ չառաջադրվեցին։ Այդ դեպքում նրանք գտնվում են բանտերում։ Եկեք հաշվի առնենք, այդ մարդիկ գտնվում են բանտերում։ Հասկանալի է, եթե Հայաստանի Հանրապետությունում էլ իշխանություն փոխվի, ապա այս մարդիկ չեն դատապարտվի ակնհայտորեն, բայց եկեք խոսենք քաղաքական լեզվով։ Եթե տվյալ մարդիկ ցանկանում են շարունակել մնալ քաղաքական դաշտում եւ Հայաստանի իշխանությունը թույլ է տալիս նրանց մնալ քաղաքական դաշտում իրականացնել քաղաքական գործունեություն, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ոչ մի երաշխիք չունեմ, որ վաղը ինձ հանրային տրանսպորտում չեն պայթեցնի։
որովհետև այդ մարդիկ ծրագրավորել են նման գործողություն իրականացնել։ Տեսեք, ես չեմ խոսում այն մասին, որ այդ մարդիկ իշխանություն կարող են զավթել, կարող են անօրինական գործողություններ իրականացնել, ուղղված իշխանության փոփոխությանը եւ այլն։ Նրանք կարող են անօրինական գործողություն իրականացնել ուղղված իմ կյանքին։ Սա բացարձակորեն փոխում է իրավիճակը եւ ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն ներգրաված են ահաբեկչական գործողությունների մեջ, խորհուրդ են տալիս, ֆինանսավորում են, պլանավորում են կամ պետք է մասնակցեն, համաձայնություն են տվել մասնակցելու, այդ մարդիկ պետք է զատվեն այն մարդկանցից, ովքեր այս ամենը օրինակ փորձում են իրականացնել իշխանությանը վնաս տալու, իշխանության վարկանիշը իջեցնելու կամ իշխանություն ստանալու համար։ Իհարկե երկուսն էլ անօրինական են, բայց նրանցից մեկը հանրայնորեն վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, եթե նրանցից մեկի հետ գնալ փոխզիջման, նրանցից մյուսի հետ փոխզիջման գնալը քաղաքական դաշտում կարող է բերել փոփոխությունների, որը հանրայնորեն այդքան վտանգավոր չէ։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։